Նախընտրական այս քարոզարշավը, որտեղ մեկը մյուսին հերթ չտալով խոստումներ է տալիս, մեղադրում, վարկաբեկում, իսկ իրականում բոլորը փորձում են փրկել իրենց քաղաքական գոյությունը, ևս մեկ անգամ ապացուցում է, որ երիցս ճիշտ է, դոկ կուսակցությունը, երբ մերժում է թե նախկիններին, թե ներկաներին։ Մի մասը տարիներով թալանել է այս պետությունը, ընտրողին վերածել առուվաճառքի առարկայի, օրենքը ծառայեցրել սեփական գրպանին ու հանցավոր համակարգին, մյուս մասը եկել է արդարության անվան տակ, բայց նույն մեթոդներով շարունակել է հասարակությանը բաժանել, ատելություն սերմանել, պետական ինստիտուտները դարձնել քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Այսօր նրանք միմյանց դեմ խոսում են ոչ թե ժողովրդի ցավից, այլ որովհետև կորցնում են իշխանությունը, փողը, ազդեցությունը։ Բայց ժողովուրդը վաղուց հասկացել է, չի կարող երկիրը փրկել այն ուժը, որը երեք ստեղծել է այս ճահիճը, եւ չի կարող ապագա կառուցել այն իշխանությունը, որը տարիներ շարունակ արդարացրել է նույն ապօրինությունները։ Դոկ կուսակցությունը մերժում է այս արատավոր քաղաքական համակարգը ոչ թե զգացմունքային մակարդակով, այլ իրավական ու պետական մտածողությամբ, որովհետև պետությունը չի կարող կառուցվել ընտրակաշառքի վրա, վարչական ռեսուրսի վրա, քաղաքական վրեժխնդրության վրա, քրեական ենթամշակույթների հետ պայմանավորվածությունների վրա, կամ արտաքին կենտրոնների առաջ ծնկած իշխանությունների միջոցով։ Իրավական պետությունը սկսվում է այն պահից, երբ օրենքը դադարում է ծառայել իշխանությանը և սկսում է ծառայել քաղաքացուն։ Երբ պաշտոնյան հասկանում է, որ ինքը պետության տեր չէ, այլ ժողովրդի վարձու կառավարիչն է, երբ ընտրողը վերջապես մերժում է իրեն նվաստացնողներին, անկախ նրանից նախկին են թե ներկա։ Այս ընտրությունը միայն իշխանափոխության մասին չէ, սա պետականության վերականգնման պայքար է։ Եվ այդ պայքարում ժողովուրդը պարտավոր է մերժել այն բոլոր ուժերին, որոնք 30 տարի հերթով քանդել են պետությունը, հետո կանգնել ժողովրդի առաջ նորից փրկչի դիմակով։ Դոկ կուսակցությունն ասում է հստակ. Հայաստանում պետք է ավարտվի քաղաքական բեսպրեդելը, պետք է հաստատվի օրենքի դիկտատուրան, որտեղ պատասխանատվության են ենթարկվելու բոլորը, անկախ նախկին կամ ներկա լինելու հանգամանքից։ Ժողովուրդն այլևս ընտրում է ոչ թե ավելի քիչ վատին, այլ իր արժանապատվությունը, իր պետությունը, իր ապագան։ Դոկ կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյան։